էլ բոլորին ողջույն։ Ես ինչքան մտածում չեմ կարողանում հասկանալ այն մի քանի Եվրոպա մեռներին, իբր թե Եվրոպա մեռներին, բայց իրանք թրքամետ են։ Մեկը կա էլի, Մոսկվայում գրդոնչի աշխատած, Հարություն Մկրչյան։ Վիստուպատես լնեմ արա քո էջի տակ։ Ասում ես Հայաստանի անկախությունն ու սուվերենությունը հայի հիմար գերագույն արժեք է։ Եթե տենց է, եթե դու քո ասածը լուրջ ես ասում, քո համար Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը գերագույն արժեք է։ Բա որ եթե մեզ նստում ես փաշող լուտկողը, ինչ որ քննարկումների։ Մի հատ քիչ ես հարց տալի ասում, տիկին փաշողլի, տիկին էլի, ճղճղձենով ուրիշ բան չես կարելի, ասել տիկին փաշողլի, սահմանադրություն ես ուզում փոխես, այս սահմանադրության մեջից էլ ուզում ես հանես հղումը մեր անկախության հռչակագրին։ Դու որպես ինչ ես ուզում դա հանես, եթե մեր Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության հիմքը, հիմնակարը, մի րոպե, հիմնակարը հանդիսանում հենց անկախության հռչակագիրը, ինչ կապիկությունների մեջ է կարա, այսինքն դուք ուզում եք ցույց տաք, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության ջատագով եք, բայց դուք նստելով Նիկոլի հետ մի սեղանի շուրջ, ընենց եք անեմ, որ Հայաստանը սարքեք թուրքի վիլայի հետ, այսինքն, հակառակ երկիրը, ում հետ Նիկոլն ուզում է թուղթ ստորագրի, ասում է, ես չեմ ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդ կա արևմտյան Ադրբեջան, ես ունեմ 300,000 գաղթական փախստական, իբր թե առանց խոսալու, որ Բաքվում, Սումգայիթում և մեկ այլ քաղաքներում ապրել են հազարավոր հայեր, ովքեր որպեսզի չցեղասպանվեն, դուրս են եկել այդ քաղաքներից։ Էրատոն ջոկատը, Էրատոն ինչ թակուհի էր, Հարություն Մկրչյան և մյուս բոզի տղեկ, Էրատոյի թակավորումից հետո, իշխելուց հետո, վերջ տրվեց որ դինաստիային, Արտաշիսյաններն էր, ով էր, Էրատոն վերջի թակուհին էր, հեմի ձեր Նիկոլն, ձեր էտա ճնջուլապաչ են, պպզող շռողան, կսա ես պայքարեմ Հայաստանի ինքնիշխանության համար, բայց ասմապտի անկախության հռչակագիր չլինի Հայաստանի սահմանադրության մեջ։ Էդիկ մեկ, որ չոտոնիստիկույց, երկրորդ, էդ էլ ասեմ ու ռադս կաշեմ, քանի որ հարմար չի, քշելով խոսալ է։ Սերժ Սարգսյանի վաղտով ժողովուրդն դիշիվի տակեներ կուտակային ֆոնդի այդ նախագծի վերաբերյալ, չէ, եկավ հայտնվավ մի հատ կապիտուլյան տեն, հետակ իջևանցի գիժն խոսխանձով, ու ասեց քայլ արա մերժի Սերժին, Սերժ Սարգսյանը այդ գիժն ասում էր նաև Էդմոն Մարուքյանի հետ, իրա հակով կարելա սուպեր վարչապետի կոստյում, բայց գալով իշխանության, այսինքն իրան բերելով իշխանության, ինքը ոչ միայն չհրաժարվեց այդ սուպեր վարչապետի կոստյումից, այլև կուտակային ֆոնդի մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ էտա մցրեց օրենքի ուժի մեջ։ Ես կուզեմ հասկանամ, Փաշինյանի դորա մեղր կսած որին, գելին, վզից գելի դլոյա կախած, որ Սերժն մի բան կեներ կսեն կխա, Փաշինյան ինչ կենա կսեն մեզի պրգա, ու ամենաշատը խոսում են դրա մասին ովքեր, էդի ամենա աբսուրդն է, էլի, ամենա աբսուրդային ժանրից էդ մի թեման է, և Քոչարյանի վաղտ, և Սերժ Սարգսյանի վաղտ, և Լևոնի վաղտ, 5-10 հազար դրամ վեկալած իրանց ձայնի իրավունքը ծախած քաղաքացիները այսօր ասում են
Սերժը բռնապետ էր, Քոչարյանը բռնապետ էր։ Որ բռնապետ էր, դուք բռնապետից խեիք գումար վերցնեմ, այդմ ձեր ձայնի իրավունքը ծախը։ Հա։ Այդ իրեք։ Չորրորդ։ Պպզող շռող Նիկոլ Փաշինյան, է որ ազգային ժողովում մտել ես քո տարերքի մեջ, այդ ճնջուլ։ Ու կսես, ոյ, մենք բյուջենա գլցենք, ընդիմադիրները չիմանան ինչ խոսան, նախ ընդիմադիր չկա, որ ընդիմադիրը լեին իմպիչմենտ կհայտնեին քոնման բոզի տակում։ Երկրորդ, եթե քո ասելով դու Հայաստանի բյուջեն ես լցնում, այլ ոչ թե ձեր գրպանները։ Կբացատրես մի հատ, եթե Վեդրոյի մեջ վերցնենք Վեդրոն Հայաստանի բյուջենը։ Դու կրանտն բացել ես, կաթիլ, հետա քո ասելով լցնում ես այդ Վեդրոն, ջրով, չգիտեմ, բյուջեն, փող ես ներմուծում։ Այդ Վեդրոյի տակը ծակ, հա։ Եթե դու չես լցնում քո ու քո թիմակիցների գրպանը, այլ շատացնում ես Հայաստանի բյուջեն, ո՞նց ալնը որ Հայաստանի պետական պարտքը 13 միլիարդ տվե անց է։ Այդ իմալա կեղի, ում ես դրա էշի տեղ, այ քնձղ բոզի տղա։ Կասես մի հատ։ Հասարակ լոգիկա, չէ։ Այսինքն եթե ջուրը բացում ես, որ լցվի Վեդրոյի մեջ, այդ Վեդրոն վաղ թե ուշ պետք է լցվի։ Չի կարա այդ Վեդրոյի մեջ միշտ պակասորդ լինի։ Պետական բյուջեն, չգիտեմ, պակասորդ ունենա, դիֆիցիտ ունենա, երկրի պետական պարտքը աճի հասնի եսին որդ է։ Խոսքալ չեմ ասում, չէ։ Էդի չորորդ, հինգերորդ, էտա քու կնիգն չեն, կներաս Փաշինյան ջան, մեռիմ քու արևուն, կնիգն չեն, քու երեխաների բջբեր են, իհարկե քու երեխաների արտահայտությունն էլ է մի քիչ ամպագորգոր ասված, քանի որ ընդե մենակ արփին է կոնան, մեկա Շուշանն, էլի, էտա մեր հայ զորավար Աղթուր Սերոպի Բեղմուրուսով, քու երեխաների մայրն հելե հայտարակ սա արդեն իմ հետ ընտրիկ անել են կսկսվա 1,5 միլիոն դրամից։ Ես կուզեմ գործնական հարց տամ քեզ։ Քո կնիկ կսա իմ հետ ընտրելու համար իր նման բփրեջ գեշության մրցույթում առաջի տեղ բռնած լոբի մաքրող կապիկի հետ ընտրելու համար 1,5 միլիոն դրամ։ Կարանք մենք այդ խոփանի տղեկով փող գցվենք, հա, հանգանակություն։ Հավքենք ասենք 1,7 միլիոն, բայց ինչ ուզենք ենենք ու կնգա հետ, դες լավ է, ընչի չէ որ, մեկը դու չես կարում անես, քո մոտ չի ստացվում այն մարդ, ինքը չէր կարում, Փաշյանը տղամարդ չէր, ոչ մեկ քո կնգա բենից այդ բարերը չի կաշում, չէ, չի ասում, հելի հայտարի 1,5 միլիոն տվեք, եկեք իմ հետ ուժին արեք։ Русерен խոսքը, ասա Տոտալկմանեն, кто платит деньги, тот и заказывает музыку, չէ, մկակսեմ 1,5 միլիոն ստավկեն, ես կուզեմ տամ 1,7 միլիոն, մեր տղեկի մեկցի շանս չունգանենք, այս շարժումն որ կանեմ կհիշեմ արդամեկին, կիշես պարո Փաշյան, է որ սենց էին անում բերթում դեմքիտ, կուզենք 1,7 միլիոն հավքենք, չունգանենք ու որոշենք թե մեզնից ով է գալու, սենց նստի զոժիգալ կեն էսմալ վարի, որ քո կնիկ բարի իրա չոքերի քովն, վիպ պրիվատով, կարում է բարի անիլիկ են, բացի ադրբեջանական բարեր են, ոսանք էտա ստրիպտիզ երաշնություն որ ըլնի, կարում է տերու բա ծրի, պարո Փաշյան քո կնիկ, ծրի գիտես, էտա բունկեր տեղենի մոլ էր ծրեր սամոյ դրուբեն, Չեղի հետ մալ, պարո Փաշյան, բայց նախապես ասեմ, եթե կալացողն ես լնեմ, խա էտա ուժինին, քո կնիկ իմ ճաշակով չի, մարդ պտիշքան, անճաշակ լնի ու անճար, որ քո կնգան մատով կպտի, մատով, սենց, մատով, ուրիշ բանով, էլի, իշքան պտի մարդ կորանա խմի, որ քո կնգան մոտիկ կա, ջոգես, այդ առումով ես քեզ չեմ մեղադրում, դու շարունակի վիբրատոր Ալեն Սիմոնյանի հետ ռոլևի իգրի խաղա,
Հա, պարոն Փաշյան։ Դուք կնգան մոտիկ չետաս, որտեղ զզվելի է, այսպես խաս կնամ։ Այդ անճաշակը, այդ պզուկո տերասներով են, այդ արգանդի մինին գիտով տարապողն ու բեշնստվա մատկի, արգանդի կատաղություն։ Կատաղեր արգանդ են, պարոն Փաշյան։ Բայց ես, կստացի Նիկոլ Փաշյան, այդա որ ինչ թրաշվար ինքն ավելի է կատաղ է։ Կարող այն վաղտ, որ թրաշով մոտիկ էիր է, թե որ ուղը հայատ ժպիտ են հոտոտ էիր, հələ մի րոպե, սկորոստ եմ փոխեմ, իմը դեյով չէ լի, պարոն Փաշյան, որ տնեմ դե էշե շետամ, իմն մեխանիկա է։ Կարող է, որ մոտիկա կետաս էտա հեղնար աղբյուրին, բեղմորուսով բավարարում է իրան ուլիկին, չէ՞։ Չէր կարում։ Լավ, հələ որ այսքան է, պարոն Փաշյան, դու մտածի, այ մարդ 1.700.000 չէ, 1.800.000 էլ կիդանք։ Մի հատ կանք խժան, գելիք ու կնգա վրեն։ Վրեն չէ, այդ դիովա, որ մենք հլենք դրա վրեն։ Խայ, միջելոս, պարոն Աբազյան, էտա մի խումբ բոզի բալեք, որ կմտնեն գրեն Արցախցուն պետք է հավասարեցնենք հողին, ես իմ ինչ նվաստացնենք։ Կամ դու դրանց դեր ես կայնում, էտա բերանք սիվայր տանում ծսնում ես, կամ ես հաջորդ էթիրին կալում եմ ձեր տուն։ Ես գացի պոպոկ մեղեր ուտելու, մեռի մորևուն, մենք ենք տերը մեր երկին, պարոն Աբազյան կատակ չեն եմ գիտես, հանվեմ լարեմ քո հետևից։ Հավատա դա քո շահերից չի բխամ։ Այդ բոզի բալեքին քաշում ես քո Ռոմանոսին ու սենց վրցնում ես, վերտալյոտի պես, վերտալյոտ էրա դրանց։ Կապի մեջ Նիկոլ Փաշյան, վերջապես դու զգա, որ Հայաստանի վարչապետ ես, թարգի պպզել շռալել, փորձի կայնած։ Առաջ երկու զախոդն կարող անես տակըտ, դե չկա էլի, չկա է։ Բայց փորձի կանգնած։ Տես, վճարիր 1 միլիոն, ստացիր բուկետ որպես նվեր։ Մեռի մորևուն, պարոն Փաշյան, բարրիկ է, բարրիկ։ Հելանք, լավ, պարոն Փաշյան, չկարոտնաս։